Իսկ ինչ եթե ձեզ ասեմ, որ իշխանության հասնելու համար այլևս պետք չեն քաղաքական կուսակցություններ, հա? Ճիշտ լսեցիք։ Այսօր մենք խորանալու ենք Արագ Քարյանի առաջ քաշած մի գաղափարի մեջ, որը կոչվում է թվային խոսքի իշխանություն։ Ու սա մի բան է, որ կարող է, գիտեք, ուղղակի գլխի վայր շրջել քաղաքականության մասին մեր բոլոր պատկերացումները։ Ուրեմն եկեք միանգամից անցնենք գործի։ Հարցը սա է. հնարավոր է արդյոք իշխանության հասնել ուղղակի շրջանցելով ամբողջ ավանդական համակարգը, այսինքն առանց կուսակցության, առանց ընտրությունների, առանց այս ամբողջ խաղի։ Թվում է թե անհնար է, չէ՞։ Բայց այս վերլուծության համաձայն պատասխանը ոչ միայն այո է, այլև ցույց է տալիս մի լրիվ նոր ճանապարհ։ Լավ, բայց ո՞նց է դա հնարավոր։ Պարզվում է, որ պատասխանը պետք չէ փնտրել քաղաքականության դաշտում։ Հեղինակը պնդում է, որ իրական ամենաիսկական իշխանությունը ծնվում է ոչ թե քվեատուփից, այլ մի հզոր գաղափարից։ Մի գաղափարից, որը գրավում է մարդկանց և միտքը, և սիրտը։ Որպեսզի ավելի պարզ լինի, եկեք պատկերացնենք երկու տարբեր բան։ Մի կողմից ունենք բուրգ, խիստ հիերարխիայով, ինչպես ցանկացած ավանդական կուսակցություն։ Մյուս կողմից ցանց։ Մի ցանց, որտեղ մարդիկ իրար հետ կապված են ոչ թե ինչ-որ մեկի հրամանով, այլ մի ընդհանուր գաղափարի շուրջ։ Ու հեղինակի կարծիքով հենց այս ցանցն է, որ շատ ավելի կենսունակ ու հզոր է, քան ցանկացած բուրգ։ Շատ լավ, եթե ամբողջ ուժը գաղափարի մեջ է, ուրեմն միանգամայն տրամաբանական հարց է առաջանում, այդ օր գաղափարն է, որ կարող է այսքան հզոր լինել։ Ու հենց այստեղ է, որ հեղինակը մատնանշում է մի չափազանց կարևոր տարբերություն, որը ըստ նրա ամեն ինչի հիմքում է։ Դա լիբերտարիանիզմի և լիբերալիզմի տարբերությունն է։ Սրանք ընկերներ երկու բոլորովին տարբեր աշխարհներ են։ Տեսեք, հակադրությունը շատ խորն է։ Մի կողմում ունենք լիբերալիզմը, որը ըստ հեղինակի կենտրոնացած է զանգվածների վրա ու առաջնային է համարում պետական վերահսկողությունը։ Իսկ մյուս կողմում լիբերտարիանիզմն, որի ամբողջ իմաստը, ամբողջ էությունը անհատն է իր անձնական ազատությամբ ու ինքնիշխանությամբ։ Սա ուղղակի փոքր տարբերություն չէ, սա աշխարհայացքային անդունդ է։ Այսպիսով, ամեն ինչ բառի բուն իմաստով պտտվում է անհատի շուրջ։ Լիբերտարիան մտածողության համար գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչն է լավ պետության համար, այլ այն, թե ինչպես կարող ենք ապահովել անհատի առավելագույն ազատությունը։ Ամեն ինչ սկսվում ու ավարտվում է հենց այս կետում։ Բայց մի րոպե, ինչու է ընդհանրապես պետք նոր բառ լիբերտարիան։ Ինչու չասել ուղղակի լիբերալ։ Ըստ հեղինակի խնդիրն այն է, որ լիբերալ բառի սկզբնական իմաստը, որը կենտրոնացած էր հենց անհատի ազատության վրա, ժամանակի ընթացքում այսպես ասած գողացվել ու աղավաղվել է։ Այս մեջբերումը ցույց է տալիս, որ այս խնդիրը դեռ անցյալ դարի կեսերից է գալիս։ Այնպես որ նոր տերմինը ոչ այնքան նոր բան ստեղծելու, որքան հին կարևոր գաղափարը վերակենդանացնելու փորձ է։ Լավ, սա հետաքրքիր փիլիսոփայություն է, համաձայն եմ, բայց ինչ կապ ունի այս ամենը մեր առօրյայի, մեր իրականության հետ։ Ամեն ինչ շատ պարզ է դառնում, երբ հեղինակն անդրադառնում է մի շատ ցավոտ թեմայի, թե ինչու են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ուղղակի հիասթափված քաղաքականությունից։ Երևի ձեզանից շատերին ծանոթ են այս մտքերը, չէ՞։ Միևնույն է, իմ ձայնը ոչինչ չի փոխելու, կամ օրենքները գրվում են ոչ թե ինձ նման մարդկանց, այլ ուրիշների համար։ Սրանք ուղղակի խոսքեր չեն, սա այն խորը զգացողությունն է, որ համակարգը քեզ չի ներկայացնում, որ խաղի կանոններն ի սկզբանե գրված են քո դեմ։ Ու հենց այս զգացողությունն է մարդկանց հեռացնում քաղաքականությունից։ Եվ ահա այն ինչը հեղինակը համարում է համակարգի քայքայման գագաթնակետը, պատվերով օրենքը։ Սա այն իրավիճակն է, երբ օրենքը դադարում է արդարության գործիք լինելուց ու դառնում է զենք կոնկրետ մարդկանց կամ խմբերի շահերը սպասարկելու համար։ Հենց սա է այն քաղցկեղը, որը ըստ հեղինակի ուտում ու ոչնչացնում է համակարգի հանդեպ մնացած ցանկացած վստահություն։ Ուրեմն ինչ է ստացվում։ Եթե ավանդական համակարգը կոտրված է, ինչ է մնում անել։ Փորձել նորոգել։ Հեղինակի պատասխանը շատ ավելի ռադիկալ է։ Նա առաջարկում է ելքը փնտրել ոչ թե քաղաքականության մեջ, այլ տեխնոլոգիաների։ Եվ ահա այն ճանապարհային քարտեզը, որ նա առաջարկում է։ Նախ Web 3, սա թույլ է տալիս ստեղծել համացանց առանց որևէ մեկի կենտրոնացված վերահսկողության։ Հետո blockchain, որը նման է մի անփոփոխ թափանցիկ կանոնների գրքի, որը ոչ ոք չի կարող փոխել։ Եվ վերջապես տոկենոմիկա, որը թույլ է տալիս ստեղծել սեփական տնտեսական համակարգեր հիմնված այս նոր կանոնների վրա։ Սրանք ուղղակի բարդ տերմիններ չեն, սրանք նոր աշխարհ կառուցելու գործիքներ են։
Ու սա է ամբողջի մասը։ Ինչ են անում այս տեխնոլոգիաները։ Դրանք թույլ են տալիս ստեղծել մի տեսակ պաշտպանիչ բխբջակ, մի տնտեսական գոտի, որտեղ պետական վերահսկողության շոշափուկներն ուղակի չեն կարող հասնել։ Սա մի տարածք է, որտեղ անհատը դառնում է իր ճակատագրի իրական տերը։ Այս մեջբերումը, կարծում եմ, կատարելապես արտահայտում է այս նոր մտածելակերպի ոգին։ Այլևս պետք չէ ինչ-որ մեկից թույլտվություն խնդրել գործելու համար։ Փոխարենը դու պարզապես ստեղծում ես քոնը, քո նոր ապակենտրոնացված կանոններով։ Եվ վերջում եկեք մի պահ դուրս գանք զուտ քաղաքականության դաշտից ու ավելի խորը նայենք։ Իսկ ինչ եթե լիբերտարիանիզմը ոչ թե ուղղակի կուսակցական ծրագիր է, այլ շատ ավելի խորը բան՝ մտածելակերպի, նույնիսկ ապրելակերպի փոփոխություն։ Այստեղ իմ կարծիքով հեղինակը շատ խորն է նայում։ Նա ասում է, որ ազատության ձգտումն արդեն իսկ մեր մեջ է, մեր ներքին կոդում, նույնիսկ եթե մենք դրան անուն չենք տալիս։ Դա քաղաքական դիրքորոշում չէ, այլ ավելի շատ բնազդ, որը մենք զգում ենք մեր էության խորքում։ Հեղինակը շատ ուժեղ համեմատություն է անում, բերելով հայտնի խոսքը, եթե քո աջ այտին ապտակեն, մյուսը դարձրու։ Սա իհարկե պարտվողի դիրքորոշում չէ, սա հաղթողի փիլիսոփայություն է։ Այսինքն դու հաղթում ես ոչ թե նույն կերպ պատասխանելով, այլ պարզապես հրաժարվելով խաղալ հակառակորդիդ կանոններով։ Դու հաղթում ես մնալով քո արժեքներին հավատարիմ։ Եվ այսպես մենք հասնում ենք վերջնական հարցին, որն ամփոփում է այս ամենը։ Իսկ ինչ եթե իշխանության ապագան իսկապես ոչ թե քվեատուփի, այլ բլոքչեյնի մեջ է։ Միգուցե իրական հեղափոխությունը ոչ թե հին համակարգը գրավելն է, այլ կողքից մի նորը կառուցելը, որի դիմաց հինը պարզապես անիմաստ է դառնում։ Սա մի հարց է, որի պատասխանը հնարավոր է հենց հիմա է կերտվում։ Շնորհակալություն։